Ժանետ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նախընթաց 3 Վրաստանում, Թբիլիսիում կոնկրետ տեղի ունեցել երթ, ջահերով երթ։ Այսօր որտեղ եք գտնվում եւ կխնդրեմ նաեւ մանրամասներ պատմեք ջահերով երթը ինչպես անցավ, արդյոք որևէ բան փոխվեց այս տարի միջոցառման մեջ եւ հիմա որտեղ եք գտնվում մասնավորապես։ Բարև ձեզ, Սիմոն Ժանետ Բաղդասարյան, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության գրասենյակի գործավար։ Ներկա պահին գտնվում ենք Վրաստանի առաջնորդանիստ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ ընթանում է հիմա ապրիլի 24-ին 1915 թվականին 1.5 միլիոն անմեղ նահատակների հոգիների հանգստության համար բարեխոսության կարգ։ Ներկա պահին եկեղեցում ընթանում է այդ աղոթքը, իսկ ինչ կարանք ասենք երեկվա միջոցառման մասին, մեր մոտ արդեն 20 տարի է ինչ անցկացվում են նմանատիպ միջոցառումներ, առաջին միջոցառումը նվիրված հայոց ցեղասպանության եղել է 2005 թվականին հայոց ցեղասպանության 90-ամյակին եւ արդեն իբր 20 տարի այդ միջոցառումները անցկացվում են, երեկ էլ նույնպես ավանդական ջահերով երթը անցկացվեց Իսանի մետրոյի մոտից դեպի Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո եկեղեցում եղավ հոգեհանգստյան կարգ եւ ծաղիկների խոնարհում խաչքարի մոտ։ Այս տարի ջահերով երթը ընթացավ իր սովորական կարգով, շարժվեցինք կոչերով, պահանջելով վրաց հասարակությանը ցունել, ճանաչել հայոց ցեղասպանությունը, Թուրքիային, որ նրանք պետք է հատուցեն, ուշադրություն դարձրեցինք նաեւ գերիներին, որոնք ներկա պահին գտնվում են անօրինաբար Բաքվի բանտում։ Այսօր ծրագրի մեջ ունենք ժամը 1-ին Թուրքիայի դեսպանատան առջև պետք է սկսվի ցուցահանդես նվիրված հայոց ցեղասպանությանը եւ մշակութային ցեղասպանությանը, իսկ ժամը 2-ին արդեն Թուրքիայի դեսպանության մոտ կսկսվի պահանջատիրական ցույց։ Ես միայն կխնդրեմ ավելի մանրամասնել, եկեղեցին հայկական է, որի դիմաց հիմա դուք կանգնած եք։ Այո, հիմա գտնվում ենք Թբիլիսի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Եթե հնարավոր է ավելի մոտ գնաք, մենք լսենք ինչ է կատարվում ներսում։ Եկեղեցում գտնվում են Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, այս բարեխոսական կարգին դեսպանը եւ դեսպանատան աշխատակիցները։ Սովորաբար հայ համայնքի կողմից անցկացվող միջոցառումները քանի օր են տևում։ Այսինքն վաղը Սովորաբար կազմակերպող միջոցառումները երկուսն են կոնկրետ ապրիլի 23-ին ջահերով երթը եւ 24-ին պահանջատիրական ցույցը դեսպանության մոտ եւ նաեւ այս երկու միջոցառումը, որը տեղի են ունենում Թբիլիսի եկեղեցիներում, պատարագը ապրիլի 23-ի ջահերով երթից հետո եւ բարեխոսական կարգը, որ արդեն երկար տարիներ է անցկացվում է։ Այսօր արդեն կտեսնենք ժամը 2-ին մեր պահանջատիրական ցույցը Թուրքիայի դեսպանության մոտ, որտեղ պահանջով կդիմենք Թուրքիայի դեսպանությանը, որ Թուրքիան ճանաչի եւ հատուցի հայոց ցեղասպանության համար։